Բարի գալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել Donate կոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն իսկ դարել են եւ միացել են Civilnet-ին աջակցողների համայնքին։ Իսկ ես ներկայացնեմ իմ հյուրին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Մինասյան։ Մենք ձեզ հետ զրուցելու ենք անվտանգային ոլորտի բարեփոխումների մասին, որը 2020 թվականի ուրեմն պատերազմում պարտությունից հետո բավական լուրջ տրանսֆորմացիաների է ենթարկվել եւ ենթարկվում։ Կա երկու տեսակետ, որ մի մասը եթե շատ պարզունակ ասեմ, ասում են բանակը տապալում են, փլուզում են, քանդում են, իսկ մյուս մասը ասում է, որ ժամանակին է քանդված եղել այդ բանակը եւ չի կարողացել դիմագրավել ուրեմն արդի մարտահրավերներին եւ հիմա բավական լուրջ տրանսֆորմացիաներ են իրականացվում անվտանգության ոլորտում, որբիսի առկա մարտահրավերներին կարողանանք դիմագրավել։ Ընդհանրապես որպես մասնագետ ինչպես է գնահատում բարեփոխումները Հայաստանի անվտանգության ոլորտում եւ ինչպիսին է դինամիկան, եթե մենք սկիզբը վերցնենք 2020 թվականի պարտությունը։ Շնորհակալություն, նախ պիտի նշեմ, որ խոսելիս անվտանգային ոլորտի մասին մենք պիտի չսահմանափակվենք միայն զինված ուժերի կամ բանակի խնդիրները դիտարկելիս, որովհետև անվտանգային ոլորտը դա բավականին լայն հասկացություն է, որը իր մեջ ներառում է ինչպես այդ ուժային կառույցները, որոնք ունեն այդ մենաշնորհը պետության ներսում եւ դրսում օգտագործել ուժը, դա բանակն է, դա հատուկ ծառայություններն են, դա ոստիկանության, ասենք, մարմիններն են, բայց դա նաև այն կառույցներն են, որոնք որ պետական մակարդակով կարգավորում են, դա անվտանգության խորհուրդն է, դա պետական մարմիններն են, դա խորհրդանական վերահսկողությունը, ինչպես նաև շատ կարևոր է եւ դա այն նորույթն է, որը որ Հայաստանը ստացել է անկախությունից հետո, նաև հասարակական կազմակերպությունների հասարակական վերահսկողության եւ փորձագիտական ներգրավման ոլորտ։ Այդ բոլոր, ասենք, բաղադրիչների համադրությունն է ստեղծում այդ անվտանգային ոլորտ հասկացողությունը եւ այստեղ եթե մենք դիտարկում ենք Հայաստանի անվտանգային ոլորտի զարգացումներ, ապա բնականաբար մենք պիտի փորձենք դա շատ կարճ նաև դիտարկենք ոչ թե 20 թվականը, չէ՞ հասկանալի է, որ 20 թվականը 20 եւ 23 թվականները ավելի ճիշտ կլինի նաև շրջադարձային կետերը, բայց ընդհանուր առմամբ անվտանգային ոլորտի կառուցումը դա այն մի գործընթաց է, որը սկսվել էր նաև անկախության առաջի օրվանից, նույնիսկ նախորդին, եւ այստեղ Հայաստանը շատ հետաքրքիր մի օրինակ է, որը որ որոշ չափով կարելի է դիտարկել ընդհանուր հետխորհրդային, հետկոմունիստական երկրների հետ, բայց մյուս կողմից կային որոշ առանձնահատկություններ, որոնք որ տարբերում էին Հայաստանը այդ երկրներից։ Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ ասենք Հայաստանի զինված ուժերը կառուցվել են ոչ թե ասենք նախկին խորհրդային միության այդ ինֆրաստրուկտուրայով, այլ նաև ներառել են կամորական ջոկատներ, ինչպես նաև ներառել են եւ դա շատ բացառիկ մի հանգամանք է նաև ուժային կառույցներ, ինֆրաստրուկտուրա եւ կադրային բավականին լուրջ զանգված Լեռնային Ղարաբաղից, այլ ոչ թե նախկին սովետական Հայաստանի տարածքներից։ Եվ այդ բոլոր գործոնները իր դերը խաղացին, բայց այս տեսանկյունից ամենակարևոր խնդիրը դա այն էր, որ հաղթելով առաջի Ղարաբաղյան պատերազմում եւ այդ հաղթանակը, որը բավականին իսկապես լուրջ էր եւ ռազմական եւ պատմական տեսանկյունից, նաեւ շատ զգալիորեն ընդհատեց եւ անվտանգային կառույցների հետագա զարգացումը եւ նաեւ պաշտպանական ոլորտի զինված ուժերի արդիականացումը, բարեփոխումները, կադրային ռոտացիան, որը չափազանց կարևոր խնդիր էր, այն մի լուրջ համակարգ է խնդիրների, որին մենք առնչվեցինք արդեն 20 թվականին հայտնի իրադարձություններից հետո, ինչը նաև իսկապես լուրջ փոփոխություն բերեց մեր անվտանգային համակարգի մեջ։ Բնականաբար նաև մենք պիտի հաշվի առնենք, որ այդ գործընթացը լուրջ ձևափոխվեց նաև 2018 թվականի հեղափոխության գործընթացներից հետո, որտեղ նաև կադրային լուրջ փոփոխություններ եղավ, նաև այն համակարգը, որը որ գործում էր մի այլ քաղաքական իրականությունում, մինչև 2018 թվականը
բավականին լուրջ սկսեց տրանսֆորմացվել 18 թվականից, այդ տրանսֆորմացիան ավարտված չէր 20 թվականին եւ արդյունքում մենք ստացանք այն, ինչ որ մենք ստացանք երկրորդ Ղարաբաղյան պատերազմի եւ հետագա զարգացումների պավ։ Այս պայն մենք ունենք մի բավականին ուշագրավ եւ կարեւոր մի գործընթաց, երբ որ երկիրը փորձում է եւ զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների եւ անվտանգային համակարգի ամբողջ այդ զանգվածը ձևափոխի եւ որոշ չափով ռեֆորմաների ենթարկի մի իրավիճակում, երբ որ երկիրը իսկապես բավականին լուրջ ռազմական պարտություններ կրել, մյուս կողմից մենք ունենք շարունակական անվտանգային մարտավերները եւ արտաքին, այդ թվում նաեւ ուժային ուղղակի ռազմական սպառնալիքների մակարդակով, մյուս կողմից նաեւ գլոբալ աշխարհակական զարգացումների ֆոնի վրա նաեւ արդիականանում են եւ ակտուալիզանում են նաեւ հիբրիդային տարբեր ձևի պատերազմներ, որոնք որ նաեւ ներգրավում են ներքաղաքական բաղադրիչը անվտանգային համակարգի, ներառելով նաեւ ազդեցությունը ներքաղաքական զարգացումներին։ Պարոն Մինասյան, ձեր խոսքի առաջին մասից ես ճիշտ հասկացա, որ հաղթանակ տանելով Արցախյան առաջին պատերազմում ինչ որ մի պահից սկսեց արգելակվել բանակի զարգացումը, անվտանգային համակարգի զարգացումը եւ մեծ հաշվով մենք բախվեցինք մի իրավիճակի, որ բանակը սկսվեց կամ մեր անվտանգային համակարգը սկսեց պատրաստվել նախորդ պատերազմին, ոչ թե գալիք պատերազմին։ Դա ընդհանուր առմամբ բոլոր երկրներում գեներալները եւ զորականները պատրաստվում են նախորդ պատերազմներին։ Եվ այդ հարցը լուծվում է միայն համակարգված կադրերի ռոտացիայով, համակարգված նաեւ ուսումնական, գիտական փորձի փոխանակման այդ մի ինստիտուտներով, որոնք որ հասկանալի պատճառներով 2000 թվականների առաջի կեսին կամ 90-ական թվականների կեսին Հայաստանում այդ գործընթացը որոշ չափով ձախողվել էր շատ պարզ պատճառներով։ Այն քաղաքական եւ ռազմական էլիտան, որը որ հաղթել էր առաջի Ղարաբաղյան պատերազմում, համարում էր, որ այդ հաղթանակի նշանակությունը եւ նրան ցուցաբերած ունակությունները բավարար են, որ իրանք շարունակեին, ղեկավարեին եւ կառուցեին անվտանգային ամբողջ ֆորմատը մի կողմից, մյուս կողմից նաեւ եթե խոսքը գնա ոչ միայն բանակին, այլ նաեւ հատուկ ծառայություններին, ուժային կոմպլեքսին, նաեւ այստեղ խոսքը նաեւ խնդիր էր լրացուցիչ նոր կադրերի պատրաստումը, այդ գործընթացը, որը որ խափանվել էր սովետական միության փլուզմամբ եւ նոր հնարավորություն, նոր դիվերսիֆիկացված կադրային աղբյուրների բացակայության դեպքում։ Շատ լավ, տեսեք, 2020 թվականից այսօր ռազմական ծախսերը Հայաստանի 2.5 մոտ 3 անգամ աճել են։ Եթե 600-650 կամ մի փոքր ավել պակաս էր 2020 թվականին, հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց 2025 թվականի համար միլիարդ 700 միլիոն է մոտավորապես, եթե դոլարի վերածենք ռազմական ծախսերը։ Իսկ նախկինում եղել էր 600-650 միլիոն դոլար։ Եվ այն գործողությունները, որ հիմա կատարվում է բանակի վերափոխման, անվտանգային համակարգի վերափոխման, որովհետև մենք ունեցանք նաև նոր ինստիտուտների ձևավորում Հայաստանում, դա արտաքին հետախուզության ծառայությունն է, որը անջատվեց ուրեմն ազգային անվտանգության ծառայությունից, դա պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող փոփոխություններն են, բանակում, ուրեմն պաշտպանական ֆորտիֆիկացիաները, որ հիմա փոխվում են մեր աչքի առաջ եւ դա արդեն գաղտնիք չի, դրա մասին կան արդեն տեսանյութեր հրապարակված այդ թվում ադրբեջանական կողմից։ Այ ամրաշինական աշխատանքները, որ կատարվում են, հա, եւ Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ այդ ռազմական բնույթի կապերն եւ դրանց խորացումը 3, եթե չեմ սխալվում, արտաքին գործերի նախարարը Հնդկաստանում էր եւ այնտեղ ելույթեր ունենում։ Այդ թվում ուրեմն այս ոլորտում համագործակցության մասին եմ բանակցել վստահ եմ։ Այս գործողությունները որքանով են adekvat այն սպառնալիքներին, որ այսօր կա եւ գուցե նաև ահագնանում են Հայաստանի նկատմամբ եւ ներքաղաքական դիսկուրսները եւ քննարկումները որքանով են adekvat այդ սպառնալիքներին, այսինքն ինչի մասին են անվտանգության ոլորտում ներքաղաքական քննարկումները, դրանք օգնող են, խանգարող են։ Նախ պիտի նշենք, որ այդ ձեր նշած գործընթացները եւ պաշտպանության ոլորտում եւ հատուկ ծառայություններ եւ նաև սպառազինությունների ձեռքբերման առումով բնականաբար դա
անվտանգության տեսանկյունից շատ դրական գործընթացներ են, բայց մյուս կողմից նաև մենք պիտի խոստովանենք, որ 2023 թվականների իրադարձությունները չափազանց բարդացրեցին ընդհանուր աշխարհագրական եւ ռազմավարական համատեքստը Հայաստանի համար, խոսքը եւ սահմանների մասին է, որոնք որ այս պայն պարզապես խոցելի են ավելի քան դա եղել էր մինչև 2023 թվականների իրադարձությունները եւ մյուս կողմից նաև հասկանալի է, որ եթե նախորդ պատերազմում քո զինված ուժերը պարտվում են եւ ընդհանուր անվտանգային համակարգը նման փորձությունով անցնում, դա բնականաբար բացական է ազդում եւ տեխնիկական եւ մարտավարական, ռազմավարական եւ հոգեբանական առումով։ Մյուս կողմից նաև հասկանալի է, որ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումները, որոնք որ տեղի են ունեցել այս նախորդ տարիներին, հնարավորություն տալիս նաև կուտակել որոշ ֆինանսական, նյութական այդ հնարավորությունները, որը որ մենք տեսնում ենք նաև արտացոլվում է զինված ուժերի վերազինման եւ նաև անվտանգային ոլորտի բարեփոխման առումով։ Ինչ վերաբերվում է ներքին դիսկուրսներին, ապա կարծում եմ յուրաքանչյուր երկրում, նույնիսկ այն երկրներում, որոնք որ երկարաժամկետ պատերազմական գործողություններին են գտնվում, օրինակ համեմատենք այն ներքին գործընթացները կամ դիսկուրսները, որոնք որ տեղի են ունենում օրինակ Ուկրաինայում, բավականին նյարդային եւ բավականին սուր ոճի, դա բնական գործընթաց է եւ խնդիրը նրանում է, թե արդյոք քո անվտանգային համակարգը իր համատեքստում մի կողմից, մյուս կողմից նաև ամբողջ պետական համակարգը ունակ են այդ դիմադրականությունը ցուցադրել, այդ թվում նաև ներքաղաքական տարբեր ձևի զարգացումների եւ գործոնների համատեքստում, որոնք որ դրա հետ մեկտեղ նաև բնականաբար նաև ազդում են հենց անվտանգային ոլորտի վրա։ Օրինակ դուք նշեցիք արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը, որը որ անջատվել էր ազգային անվտանգության ծառայությունից, հասկանալի է նաև, որ փորձագետների գնահատմամբ հենց այդ որոշումը ընդունված էր ոչ թե միայն ինչ-որ ռազմավարական որոշ, ասենք, համատեքստից ելնելով, այլ նաև ներքաղաքական լոյալության, ասենք, սկզբունքից եւ բազմիցս նաև նշվել էր, որ այդ կառույցը կազմվում է լիովին նոր հիմքի վրա, ինչպես կադրային, այնպես որ նաև, ասենք, ինֆրաստրուկտուրայի առումով։ Արդյոք դա էֆեկտիվ կլինի թե չէ, ցույց կտա հենց այդ կառույցների էֆեկտիվությունը, որովհետև քաղաքական գործընթացներում, այդ թվում նաև անվտանգային գործընթացներում ճշտության, ասենք, չափանիշը դա էֆեկտիվությունն է։ Շատ լավ, այդ դեպքում այդ կառույցը վերջին 1 ամիս առաջ մոտավորապես հրապարակեց զեկույց Հայաստանի անվտանգության սպառնալիքների մասին եւ այնտեղ օրինակ ռազմական գործողությունների վերսկսումը հայ-ադրբեջանական սահմանին կամ Ադրբեջանի կողմից նոր մեծ մասշտաբային էսկալացիաների հրահրումը պատերազմի տեսքով գնահատվեց ցածր։ Դուք վստահ եմ այդ զեկույցը կարդացել եք, ընթերցել եք, ինչպես կգնահատեք այդ զեկույցի որակը անվտանգության սպառնալիքները գնահատելու տեսանկյունից եւ կառույցի աշխատանքը։ Բնականաբար այդ կառույցի սպეციფიკայից ելնելով այդ գնահատականները պիտի առաջերտին տան այն մարմինները կամ այն պատասխանատուները, որոնք որ նաև օգտվում են այդ կառույցի արդյունքներից, գնահատականներից եւ տեղեկատվությունից։ Բնականաբար սպეციფიკայից ելնելով այն ինչ որ հասարակությունը կամ փորձագիտական դաշտը ստանում է այդ կառույցի գործողության մասին, դա հուսամ ոչ ամբողջն է, ինչ որ տրամադրվում է երկրի քաղաքական ղեկավարությանը կամ համապատասխան դա սեղմագիրն է, այսպես ասած, այն զեկույցի, որ իրականում պատրաստվել է։ Գիտեք, հետախուզական կամ անվտանգային մարմինների աշխատանքը դա միշտ չէ, որ բաց հրապարակային զեկույցների տրամադրելն է եւ ընդհանրապես այդ պրակտիկան հետխորհրդային տարածքում ներառյալ նաեւ սովետական միության եւ այլ դա սկսվել է կիրառվել միայն 90-ականների 2000-ականների ընթացքում այդ մարմինների աշխատանքի գլխավոր իմաստը դա ժամանակին գնահատականների եւ ինֆորմացիայի տրամադրելը, այդ թվում նաեւ ոչ բաց, այդ թվում նաեւ օգտագործելով տարբեր միջոցներ երկրի ղեկավարությանը եւ գնահատել adekvat իրականությունը։
եւ բնականաբար այդ հարցը առաջերտին պիտի ասենք ուղղվի համապատասխան պետական մարմիններին եւ պետական պաշտոնյաներին, մյուս կողմից նաեւ ոնց որ ես նշեցի, մենք պիտի հաշվի առնենք, որ այդ կառույցը գրեթե լիովին այդ թվում նաեւ կադրային առումով ստեղծվել է նոր հիմքի վրա եւ հետեւաբար դրանից նաեւ կախված կլինի երևի թե նաեւ դրա արդյունավետության մակարդակը։ Շատ լավ, վերջին ուրեմն շրջանում վերջին 1 տարվա ընթացքում Կովկասի ինստիտուտը, որը դուք ներկայացնում եք, ակտիվորեն աշխատել է Անվտանգության խորհրդի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հետ։ Մի փոքր կմանրամասնեք ինչի մասին էր այդ աշխատանքը եւ ինչ կարող եք պատմել։ Ինչպես ես նշեցի, նաև այս անվտանգային համակարգը կամ անվտանգային ոլորտը ժողովրդական երկրներում եւ բաց հասարակությունում իր մեջ ներառում ոչ միայն համապատասխան ուժային կառույցները, պետական մարմինները կամ հատուկ ծառայությունները, այլ նաև որոշ չափով իր մեջ ներառում է նաև հասարակության ներգրավումը կամ այդ գործընթացների ոնց որ կոնտրոլի հասարակական կամ փորձագիտական եւ գիտական ներգրավությամբ եւ աջակցությամբ։ Եվ այս պրոյեկտը, որը որ Կովկասի ինստիտուտը իրականացում է նաեւ մի շարք այլ պարտներ կազմակերպությունների հետ, ներառյալ նաեւ դեր կազմակերպության ինֆորմացիոն դաշտում եւ որը որ ֆինանսավորվում է բրիտանական կառավարության կողմից, ուղղված է հենց այդ բացը լրացնելու։ Այն է պետության եւ հասարակության ներդաշնակ գործունեությունը ավելի անվտանգ տարածաշրջանային համատեքստի եւ նաեւ Հայաստանի անվտանգային ոլորտի բարեփոխմանը եւ մեր ներդրումը դա բացի փորձագիտական, այսինքն ներգրավվածությանը տարբեր ձևով լինի դա գիտաժողովներ կամ ինչ որ ներգրավվածությունը պետական մարմինների հետ տարբեր գործընթացներում, սկսած ասենք ռազմավարությունների մշակման եւ փորձագիտական գնահատականի, ասենք անվտանգային համատեքստի, նաև այն միջին եւ միջինից բարձր օղակի մասնագիտական պատրաստությունը, ժամանակակից միջազգային փորձի ներգրավությունը, մեր դեպքում դա նաև բրիտանական փորձն է, ասենք անվտանգության խորհուրդների, վերլուծական մարմինների, պաշտպանական հաստատությունների այդ սիներգիան մշակելու, քննարկելու, ասենք անվտանգային ոլորտին վերաբերող հարցերը եւ նաեւ ոչ պակաս մի ասենք ուղղություն դա միջգերատեսչական ասենք համագործակցության խթանման միջոցներն են, որովհետեւ Հայաստանում, ինչպես նաև շատ բազմաթիվ այլ երկրներում հասկանալի է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ տարբեր գերատեսչությունների միջև կոորդինացված այդ համակարգված աշխատանքի, ինչպես ասենք ԱԳՆ-ի, ՊՆ-ի հատուկ ծառայությունների միջև, այդպես էլ նաև անվտանգության խորհրդի, որը որ իր գործառույթները որպես համակարգող կառույց պիտի նաև ակտիվ ներգրաված լինի այս ամբողջ համակարգի մեջ։ Վերջին ձեր խոսքի վերջին մասին անդրադառնամ հարցի տեսքով, որքանով այս նախագիծը դուք խոսեցիք միջգերատեսչական համագործակցության մասին, նպաստել կամ ձեր գնահատմամբ նպաստելու ապագայում այդ համագործակցության եւ համապատասխան կառույցների կողմից ռիսկերի վերլուծության եւ գնահատմանը։ Այդ առումով մենք անմիջապես նաև փորձագիտական առումով ներգրաված ենք, որտեղ նաև անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ միասին մենք աշխատում ենք հենց այդ ռիսկերի գնահատման նոր ինչ-որ չափանիշների վրա, որոնք որ նաև հիմնված են բրիտանացի մեր գործընկերներից ստացված այդ տեսական հիմքերի վրա, որոնք որ տեղականացվել են հաշվի առնելով նաև մեր եւ երկրի եւ տարածաշրջանի առանձնահատկությունները եւ կարծում ենք, որ այդ ինստրումենտարիան նաև կարող օգտակար լինի եւ անվտանգության խորհրդի մակարդակով եւ նաև այլ ուժային կառույցների աշխատանքի էֆեկտիվությունը ավելացնելու տեսանկյունից։ Շնորհակալ եմ զրույցին։ Շնորհակալություն։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Սերգեյ Մինասյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։